Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, 2023 թվականի մարտի 28-ին աշխարհում առաջին անգամ նշվեց համընդհանուր ընդունման օրը։ Հայաստանը ևս միացավ համընդհանուր ընդունման համաշխարհային օրվան եւ այս տարի ևս մարտի 28-ին կգումարվի տարածաշրջանային համաժողով։ Ինչ է լինելու այդ ընթացքում եւ ինչ հետաքրքիր ծրագրեր են իրականացնում, մեր հյուրերը կպատմեն։ Այո, շատ կարևոր թեմայից ենք խոսելու ինտերնետ հանրության ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ, ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն ՍՊ տնօրեն Քրիստինա Հակոբյան, ինտերնետ հանրության ՀԿ-ի տեխնիկական թիմի համակարգող Արամ Վերդյանն է մեր հյուրը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ եկել եք։ Շատ խորհրդանշական է ես հայեմ արտահայտությունը, որովհետև դե որ սովորենք, որ սա ընդամենը բառ չի, սա բովանդակություն ունի, ինձ թվում է շատ բան կփոխվի, բայց եկեք հասկանանք 23 թվականից ոնց հասկացա դուք միացել եք եւ տարբեր միջոցառումներ եք իրականացրել, ինչ եւ հիմա ինչ եք անելու։ 23 թվականին ճիշտ նշեցիք, առաջին անգամ նշվեց համաշխարհային համընդհանուր ընդունման օրը եւ մենք որպես ինտերնետ հանրություն ՀԿ միացանք այդ միջոցառմանը։ Այսինքն տարածաշրջանային հաբ որպես հանդիսացանք եւ հրավիրեցինք Ասիա Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներկայացուցիչներին, մոտ 5 պետություններ միացել մեզ այդ տարի։ Այս տարի իհարկե ավելի շատ կլինեն, մոտ 8-9 պետություն միանալու են։ Դեռ չգիտեք ինչքան կլինեն։ Գիտենք, 9 պետությունը հաստատել են եւ միանալու են։ Այսինքն համացանցում երկրները բաժանվում են տարածաշրջանների, այնպես չի, որ լատինամերիկյան երկրները պետք է գան այստեղ մասնակցեն։ Ոչ, իրենք նույն օրը նաեւ կազմակերպում են։ Այսինքն մարտի 28-ը համընդհանուր ընդունման համաշխարհային միջազգային օրն է, որը տարբեր տարածաշրջաններում կենտրոնանում են մեկ երկրում եւ դիմում են եւ ներկայանում են այդ օրը այդ հարցի շուրջ խնդիրներով, լուծումներով։ Ինչ խնդիրներ ունենք մենք եւ ինչ ենք ուզում լուծել։ Ես կուզեի ասել, թե ինչի համար է այդ համընդհանուր ընդունում հասկացությունը։ Բոլորս գիտենք, որ համացանցը օգտագործվում է անգլերենով, հա, այսպես ասեմ, լատինատար, հա, լեզվով, լատինատար այբուբենով։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, չէ, որ մարդիկ կան, ովքեր որ չունեն այդ հնարավորությունը, հա, թե լեզվի իմացության, թե տարբեր լեզուների են տիրապետում, բայց ոչ անգլերենի եւ նաեւ օգտագործում են իրենց ազգային այբուբենները։ Այսինքն համընդհանուր ընդունումը նրա մասին է, որ ձեր ազգային այբուբենը լինի հասանելի համացանցում այն օգտագործողների համար, ովքեր որ օգտագործում են միայն իրենց ազգային լեզուն։ Քանի որ հայերենը հանդիսանում է հենց այդ առանձնացվող լեզուներից մեկը, այդ թվում նաեւ մյուս լեզուները, ովքեր որ մասնակցում են այս շարժմանը։ Մենք փորձում ենք ինտերնետ հանրություն ՀԿ-ի անունից եւ իդեմս հանդես գալ նախաձեռնողներից ինտերնետ ասենց ասեմ ոլորտում, քանի որ մենք նաեւ GetAIM-ի եւ GetHi դոմեյնային անունների համակարգողն ենք։ Ու այդ առաքելությունը մեր վրա ենք վերցրել եւ հաճույքով կատարում ենք։ Այստեղ երկու հարց ունեմ ես, քանի որ մենք նաև ընկերներով որոշեցինք ինչ-որ մի պահից արշավ սկսել, որ եկեք հայատար գրենք մեկս մյուսին, որովհետև նախ առաջինը գեղեցիկ չի լատինատար հայերենով գրելը, որը որ բոլորս ենք օգտագործել, մանավանդ այն ժամանակ, երբ որ հայատարը դեռ չկար, ուզում հասկանալ ինչքանով է այս պահին մեր երկրում ինտերնետ հանրությունը հայոց այբուբենից օգտվում, հայատար գրում, մեկը մյուսին չգիտեմ, մեզ ինչ կլինի, ինչ որ կլինի, ու մեկ էլ եթե ես չեմ սխալվում, մենք հասանելիություն չունենք ձայնային հաղորդագրություն ուղարկելու ժամանակ, երբ որ օրինակ չգիտեմ, ռուսերենով կամ անգլերենով որևէ արտահայտություն ես անում, ինքը այնտեղ գրվում է։ Դու խոսում ես, ինքը գրում է։ Հայերենով սա բարդ բան է, որ մենք ապագայում ունենանք, որպեսզի շատ ճիշտ նկարագրեցիք, նայեք, այն հարթակները, որտեղ որ դուք փորձում եք հայերենը ներմուծել, այդ հարթակները պետք է ունենան այդ համընդհանուր ընդունման պատրաստվածությունը, հա, որպեսզի ձեր խոսքը, որը որ հայերեն է հնչում կամ տեքստը, որը որ հայերեն եք ներմուծում, ընդունվի, բայց սա մի քիչ ավելի մասնագիտական ուղղություն է իր տակ պարունակում, ինչի որովհետև ես ինչպես նշեցի, GetHi դոմեյնային անուն գոյություն ունի, չէ՞, սա հայկական դոմեյնային անուն է, այլ
ազգեր ունեն իրենց դոմեյնային անունները։ Այսինքն, օրինակ, եթե դուք ուզենաք էլեկտրոնային հասցե մուտք անեք որևէ համակարգ, հայատառ էլեկտրոնային հասցե, այդ հարթակը պետք է պատրաստ լինի այդ էլեկտրոնային հասցեն վավերացնելու եւ ընդունելու ձեր դիմումը։ Ձեր նկարագրածը մի քիչ ավելի ոնց որ օգտագործողի տեսանկյունից է, հա, օրինակ մենք շատ վաղուց մեր կազմակերպությունում երևի թե մեծ մասը օգտագործում է հայերեն լեզուն իրար մեջ հաղորդակցվելու համար։ Ես կարամ ավելացնեմ նաեւ, որ մենք էլեկտրոնային փոստի հասցեն ենք արդեն գործարկում, ինչի մասին երևի գործընկերս ավելի ճիշտ կնկարագրի, այսինքն ունենք elpost.hi դոմեյնային անունը, որի վրա համակցված են էլեկտրոնային հասցեներ, եւ մենք փորձում ենք իրար միջև դեռևս այս փուլում օգտագործել այդ հասցեները։ Շատ լավ հարցի պատասխան ես հասկացա, որ մասնագիտական է, բայց սա մեր հայ մասնագետների խնդիրն է, թե օրինակ չգիտեմ համընդհանուր։ Բայց մենք պետք է դրա մասին ներկայացնենք, որ իրենք որոշեն, որ չգիտեմ հայ լեզուն պետք է, որովհետև անգլերենը կա, ռուսերենը կա, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, այսինքն այդ ամեն ինչը կա, մենք ինչ պետք է անենք, որ իրենք նաև հայերենը տվյալ նկարագրեմ ինչպես ենք համագործակցում ընդհանուր դոմեյնային համակարգի համակարգողը համաշխարհային ինտերնետ կորպորացիան է, ICANN է կոչվում, որը որ եւ իր մեջ ունի միջազգային խմբեր, որոնց նաեւ մենք որպես ԻՀՀԿ մասնակցում ենք, եւ նաեւ մենք ունենք տարածաշրջանային խումբ, որտեղ որ ներկայացված ենք եւ մեր լեզվով եւ մեր մասնագետներով, ինչպես նաեւ մենք կազմակերպության ներսում ունենք խումբ, որը որ աշխատում է այդ ուղղությամբ։ Այսինքն մասնագետները եւ միջազգային, եւ տարածաշրջանային, եւ տեղական հարթության վրա այդ հարցի քննարկումները բարձրացում են, բարձրաձայնում են հարցը։ Մենք խնդիրը բարձրացել ենք։ Իհարկե, միանշանակ, եւ երբ որ հարցը բարձրացավ, դա միայն հայերենի հետ չէր կապված, չէ, դա բոլոր լեզուների հետ էր կապված, որոնք որ լատինատար չեն։ Այստեղ խնդիրը ուրիշ բանի մեջ է, թե ինչքանով է երկիրը ընդհանուր առմամբ, հա, դրան ինտեգրվում։ Այսինքն, այդտեղ մի քանի ուղղություններ կա, որի մասին մենք խոսում ենք, աշխատում ենք այդ ուղղություններով եւ փորձում ենք շտկել, եթե կան որևէ խնդիրներ։ Այսինքն մենք մասնագետների խնդիր ունենք, չէ, մասնագետի խնդիր, որոնք օրինակ կարող է տարբեր հարթություններում կարողանան ինչ-որ ծրագրեր ներկայացնել եւ ավելի մեծացնել այս պրոյեկտը։ Ավելի շուտ իրազեկվածության խնդիր կա, որ կարելի է եւ այսպես անել, եւ նաեւ գիտեք, այստեղ երկու ուղղություն կա, հա, առաջինը որ դու ներկայացում ես, որ այդպեսի բան կա, եւ երկրորդը դու ներկայացում ես ինչ օգուտ է դա տալիս, ինչի համար է դա արվում։ Այսինքն, եթե հասանելիություն են ուզում ապահովեն ավելի լայն, հա, ինտերնետի հասանելիություն, ապա այս գործընթացը շատ կարևոր դեր է խաղում այդ համընդհանուր ընդունման։ Դա է հիմնական խնդիրը։ Էլեկտրոնային փոստի առանձնահատկությունների մասին ասացիք, Հյուրը ավելի մանրամասն կներկայացնի, խնդրեմ։ Ну, համընդհանուր ընդունումը դա եթե վերցնենք փուլը, այսինքն դա այդ ոչ լատինատար դոմեյն եւ սայթ ունենալն է, հաջորդը էլեկտրոնային փոստն է, որ պետք է ոչ լատինատար աշխատի եւ ուղարկեք ցանկացած տեղ։ Երրորդ փուլը, այսինքն դուք կարողանաք նաեւ դա գրանցել տարբեր հարթակներում։ Այդ մեյլերը, այդ կայքերը։ Եթե առաջի փուլը համարենք, որ դա կայքին է վերաբերում, կարելի է ասել ամբողջությամբ լուծված է այդ խնդիրը։ Երկրորդ փուլը էլեկտրոնային հասցեն, այսինքն եթե մենք էդ էլ բաժանենք մի մասի, այսինքն շնիկից հետո ոչ լատինատար, այդ մասն էլ կարելի է համարել, որ լուծած է։ Այ խնդիրը գալիս է շնիկից առաջ, որ ոչ լատինատար տառեր են օգտագործվում։ Դե մենք լուծում ասենք արդեն ունենք, մենք մեր ներսում կարողանում ենք դա օգտագործել։ Բացի դրանից կարողանում ենք նաև ուղարկել նամակներ այնտեղ, որտեղ արդեն այդ համընդհանուր ընդունումը գործարկված է իրանց մեծ հասցեների, այսինքն եթե դուք նամակ ուղարկում եք, պետք է ստացողն է կարողանա ձեր տառերը ճանաչի։ Այո, իհարկե։ Խնդիրը հասնում է այդ դժվարությունը դրա մեջ է, որ բոլորը չեն, որ դա ընդունում են, բոլորը չեն, օրինակ խոշոր կամպանիաները, ինչպես Google-ն է եւ Microsoft-ն է, ընդունում են։ Այսինքն մենք մեր հայատառ մեյլից եթե գրում ենք Gmail-ի մեյլին, իրանք ստանում են եւ կարող են մեզ պատասխանել կամ Microsoft-ի։ Դժվարությունը դրա մեջ է, նու հայատառի մեջ, ասենք թե մի քիչ ավելի, եթե վերցնենք պարզականց թե իերոգլիֆները կամ արաբականը, որ աչից ձախ են գրում, խնդիրներ շատ կան, բայց առաջընթաց կա, գնում է կամաց, նու որպեսզի արագ գնա, մի քիչ պահանջարկը պետք է մեծանա։ Այո։
Հետո ես ես ոլորտից շատ քիչ բան եմ հասկանում իրականում, բայց եկեք հասկանանք, հա, ինչ կտա մեզ, երբ ինքը, այսինքն ծավալները մեծանա կամ պահանջարկը մեծանա, ինչ կտա վերջին հաշվով։ Մի քանի ուղղություն կա այդտեղ, օրինակ, ասենք պետական ծառայությունների մասով եթե վերցնենք, հասանելիություն կլինի այն այսինքն եթե պետական մակարդակի վրա այդ հարցը դրվի եւ բոլոր պետական ծառայությունները լինեն հայերեն լեզվով, հա, եւ հայերեն դոմենային անունների տակ, դա որոշակիորեն կօգնի այս գործընթացին։ Դա մի ուղղություն է։ Մյուս ուղղությունն է, որ երբ որ բիզնեսները աշխատում են, իրենց հարթակները, որոնք որ ստեղծում են, լինեն համընդհանուր ընդունման պատրաստ։ Ինքը իրենց մեծ բան չի ներկայացնում, եթե ես ինչ-որ բան տենց լավ չեմ նկարագրում, Արամը կգա օգնության, բայց հարթակները պետք է պատրաստ լինեն այդ Արամի նկարագրած հայերեն լեզվով էլեկտրոնային հասցեների ընդունման։ Օրինակ, երբ որ դուք ինչ-որ միտեղ մտնում եք գրանցում եք, դուք պարտադիր օգտագործում եք լատինատառ էլեկտրոնային հասցե, չէ՞։ Այս դեպքում դուք կարողանաք ձեր հայատառը օգտագործեք։ Հայատառի հետ կապված, եթե մի քիչ բերենք դեպի դոմենային անուն, ավելի հասանելի է մեր լեզվին, հա, այսինքն տառեր կան, որոնք որ լատինատառ, ինչպես որ դուք եք նշում առաջ հաղորդակցվելուց, մտածում ես, չէ, որ տառը իրար հետ համակցես, որ քո ուզած հնչյունը լինի։ Այս դեպքում չկա այդ խնդիր, այսինքն ավելի մատչելի է դառնում օգտագործումը քո հենց լեզվով։ Եվ բացի դա անգագետի տպավորություն չես տալու։ Իհարկե, որովհետեւ դա եղա վերջը։ Բայց ուզում հասկանամ, սա մեզ ինչ է տալիս։ Լավ, ասենք, բացի այն, որ մենք մեր լեզուն կոպիտ ասած գովազդում ենք, թող բոլորը տեսնեն հայկական տառերը կամ այս լեզվի մասին կամ մեր պետության, ինքը մեզ ինչ է տալիս, որովհետև մեծ հաշվով մենք կարանք լատինատառ կայքեր բացվենք, մենք կարանք Gmail-ից օգտվենք, սա մեզ ինչ է տալիս, մենք ուզում ենք, չգիտեմ, գովազդենք մեր երկիրը, մեր լեզուն, մեր տառերը, թե ոչ միայն, ես կասեի, որտեղ դա էլ կա, բայց ոչ միայն։ Հա, եկեք նախ լատինատառ տառերը անգլերեն չիմացողներին համացանցում ավելի հեշտ շփվելու հնարավորություն է տալիս։ Երկրորդը, օրինակ, այդքան էլ չէ, այնքան մարդ կա լատինատառ ինչ որ բան ա գրում, դեռ չես հասկանում ինչեր ուզում քեզնից։ բայց իր համար հեշտ է, չէ՞։ չէ, բայց Իր համար հեշտ է, բայց դու կարծում կապես հասկես ինչ էիր ուզում, լավ։ հայերեն ավելի որ գրի հաստատ Ավելի կհասկանա։ հասկանալի կլինի։ Երկրորդը, այսինքն Երևի։ որոշ չափի ռուսերենով որ։ Էդ էի ուզում ասել, դուք ասացիք, ռուսերեն տառերով հայերեն միտ գրելը առհասարակ։ Քեզ թվում է չինարեն է այնտեղ ինչ որ բան գրած։ Հա, հասկանում։ Եվ որպես կանոն իմիջիալոց այդ մարդիկ ինչ որ քննադատություն ունեն քո անձի դեմ, ու դեռ մեծ բաներ են գրում։ Իրանք հենց այդպես էլ խոսում են, ոնց գրում են։ որոշակի կիբեր հանցագործությունների նվազում կբերի, որտեղ օրինակ այսպեսի հանցագործություն կա, կոչվում է phishing։ Երբ ձեր կայքը արտատպում են, լրիվ ուրիշ եւ ձեր մուտք արած այդ կայքում տվյալները ասում են հանցագործին, ոչ թե այնտեղ։ Եթե դուք, չգիտեմ, Google-ում գրում եք ինչ-որ նախարարություն, բերում է ինչ-որ կայք, որը անգլերենով ինչ-որ հապավում է։ MDC, MBB, չգիտեմ, դուք չգիտեք այդ հապավում է արդյոք այդ նախարարությունն է, թե ուրիշին է։ Իսկ եթե հայերեն լինի, դուք կհասկանաք, որ դա իրականն է, թե phishing է։ Դա մեկ, երկրորդը, այսօր բոլոր այդ password գեներատորները, այսպես ասած, միայն լատինատառ են տարբերակներն են փորձում։ Եթե տառատեսակները մեծանում արդեն 200 լեզվով, այդ password գեներատորները արդեն դժվարանալու են գտնեն ձեր մեյլի password-ը։ Եվ ձեր մեյլը ընդհանրապես ապահովության տեսակետից դա էլ է նպաստում լավ աշխատանքի հանցագործության նվազեցման։ Իհարկե լեզվի պահպանության տեսանկյունից էլ, հա, եթե մենք հաշվի առնենք ինչքան մարդ է օգտագործում հայերեն լեզուն, ոչ միայն հայերին հաշվի առնենք, որտեղ կան ինչ-որ փոքր տոկոս, ովքեր որ օգտագործում են։ Դա նաև լեզուն պահպանելու եւ հմտությունները, հա, լեզուն օգտագործելու համացանցում կամ տեղեկատվություն գտնելու կամ օգտագործելու այդ տեղեկատվությունը, մի քիչ այս համընդհանուր ընդունումից, հա, այո, այս համընդհանուր ընդունումից մի քիչ շեղվեցինք, բայց ամեն դեպքում այս միջոցառումը հենց ուղղված է կոնկրետ նպատակով, հա, ազգայնացված դոմենային անունների եւ էլեկտրոնային հասցեների զարգացմանը։ Նենց հետաքրքիր է հիմա որ մենք խոսում ենք, ասեցի Դավիթը տարերը չմոռանալու, էլի հիշեցի այդ պատմությունը, ամեն անգամ այդ պատմությունը հիշում եմ, պիտի ասեմ։ Մեր հետ թե ընդհանրապես։ Չէ, ասում թեմայի հետ կապ չունի, բայց ինչ որ առումով ընդհանուր գիծ կա։
ժամանակին, որովհետև այդքանի տարի առաջ էր, հիմա եթե ինչ-որ մեկը հիշում է, թող հուշի, մենք մեր թռչնատարերը չենք էլ ճանաչում։ Երբ Հերմեսը դա արեց իր շարֆերի վրա, հա, ասում եմ, մեր հարգանք, մեր պատիվ, մեր թռչնատարերի նկատմամբ։ Հետաքրքիր է, որ հենց երբ մեջն է, մենք դրա արժեքը չենք գնահատում։ Որովհետև ի վերջո դա ներկայացվեց չէ ինչ որ X դիզայների, որը պարզվեց ազգությամբ հայ է, ինքը ներկայացրեց եւ այդ մարդիկ ասեցին վաու, ինչպես ասում են Ամերիկայում, սենց բան կա, այդ ժամանակ սկսվեց այդ սերը, էլ մենք սկսեցինք էլ ափսեներ, բաժակներ նկարել, չգիտեմ ինչ անել, շորեր կարել եւ այլն, ասեղնագործել։ Մինչեւ այդ ես եկեք մոտավորապես 20 տարի առաջ էր, կարող եմ մի քիչ շատ եմ ասում, չգիտեմ, շատ վաղուց էր։ 15 հաստատ։ Թող լինի 15։ Մինչև այդ տարիները, եկեք ազնվորեն կարող եթե ինտերնետը կտա մեծ հնարավորությունը բացահայտելու, բացարձակ մենք որևէ նախշ չենք տեսել, որևէ զարդ չենք տեսել, դրանից հետո է սկսվել։ Այ մենք սպասում ենք օտարը մեզ գնահատի, հենց ինքը գնահատում է, ասում ենք, «Էս չկարգիր մարդ ենք մենք, այ մարդ, էս ինչեր ունենք»։ Ես մի փոքր ուրիշ տեսանկյունից կուզեմ այդ հարցին նայել, այսինքն երբ որ շահագրգռվածություն առաջացավ, հա, որ կարելի է դրանով գումար վաստակել, եւ դա ինչ օգուտ է տալիս, հա, այդ ձեր հարցին ենք գալիս։ Ադմանեշի որ արժևորեցինք, հա, ընդհանրապես փողները տեղ խոսում իրականում։ Նաեւ Անուշիկ ջան, որովհետեւ իրականում երբ որ ինչ-որ բան առաջարկում ես, մարդուն պետք է նաեւ բացատրես դա ինչ օգուտ է իրեն տալիս։ Այսինքն եթե ինքը ունի բիզնես, որը որ կարա որոշ այլ հարթակներում էլ նաև օգտագործի, նաև ներմուծի, նաև կարողանա իրան դրանից օգուտ բերի, հա, իր կյանքի որակը լավացնի, այդ շահագրգռվածությունը սենց հայտնվում է։ Այս իհարկե մի քիչ էլի շեղոց։ Շատ ճիշտ եք ասում, բայց երբ մենք օրինակ ինչ-որ ազգային, հա, զարդանախշ ենք փորձում մեր հագուստի վրա անել, Վահեն հաստատ կփաստի, որ ինչքան են սխալվում, պարսկական են վերցնում, չեն իմանում եւ այլն։ Այսինքն անգամ եթե դու գումար չես աշխատում, բայց դու ուզում ես մի բան ունենալ, դու միշտ ինչ որ օտար բան ես անում, քան քոնը։ Ես հիշում եմ, երբ շատ տարիներ առաջ ռուս ազգի ներկայացուցիչ մեր թռչնատարերի մոտ ուզում էր գտնել Լ տառը, որպեսզի առջևը նկարվեր, դա չգիտեր որն է։ Հետո ինձ հարցրեց, որ գտնի հայերեն լն որն է, որ նկարվի, դե հուշեցի եւ երկու բառ խոսեցինք, ինքն ասում է, բայց դուք իսկապես գնահատում եք, որտեվ sense պատերին արել եք, իսկապես գնահատում եք ինչ ունեք, որտեվ սա երևում էր մի քիչ էլ մշակույթից հասկացող կին էր։ Ասեցի, չգիտեմ ձեր հարցին ինչ պատասխանեմ, մենք հիմա գնահատում ենք, թե չէ։ Որովհետեւ որևէ մեկը նկարվել է օրինակ այդ տարերի մոտ։ Չէ, ուրեմն չեն գնահատում։ Եթե տենց վերցնենք։ Որովհետև եթե մարդն եկել է իր համար այդ իսկապես ինչ որ բացառիկ հետաքրքիր մշակութային տենց արժեք է, որ ոչ բոլորն ունեն, որ ինքը մտածում որ դա գեղեցկություն է պիտի նկարվել, եկեք հասկանանք, հա, մենք ո՞նց ենք արժևորում միշտ այդ։ Ես այսպես եմ նայում այդ հարցին, զուտ կազմակերպության տեսանկյունից ասեմ, հետո իմ անձնական կարծիքը կասեմ։ Կազմակերպությունը պարտավոր է այդ ամենի մասին խոսել, ներկայացնել, իրազեկել հանրությանը։ Եթե հանրությունը պատրաստ է, հա, հանրության ինչ որ մի հատված դա կվերցնի, կօգտագործի։ Եթե պատրաստ չէ, ուրեմն էլի անելիք ունենք։ Դա ավելի շատ բերում է նրան, որ այն ճանապարհը, որ անցել ենք, դեռևս ունենք էլի անելիք, էլի ճանապարհ անցնելու։ Իսկ եթե անձնական տեսանկյունից վերցնենք, ես օրինակ Դավիթի ասածին գամ, մոտ մի 5-6 տարի առաջ սկսեցի գրել բացառապես հայատառ, այսինքն եթե այլ ազգ է խոսում եմ իր հետ, իրան լեզվով, գրում եմ իր տառերով։ Բոլոր հայերի հետ ես խոսում եմ հայերեն, ինձ ճանաչողները բոլորը կասեն դրա մասին։ Եվ բոլորին էլ ասում, խնդրում եմ, անցեք հայատառ օգտագործմանը։ Ինձ պատասխանը կայելն է։ Հա։ Որտեվ իրոք էլի, եթե դու ունես այդ այբուբենը, ինչի պիտի չօգտագործես։ Դա գեղեցիկ է։ Երկրորդը դու քո ինքնությունն ես արտահայտում դրանով, այսինքն վատ տպավորություն չես թողնում, որովհետև այդտեղ հնչյունների տառերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Ուզում հասկանամ հիմա էլեկտրոնային փոստի հետ կապված հայատառ մենք արդեն իրան գործարկել ենք, թե փուլում ենք նոր։ Չէ, ինքը աշխատում է, բայց ել եմ ասում, ոչ բոլոր հասցեներին կարելի է ուղարկել, որովհետև պարզապես այն մյուս կողմը դա չի ճանաչում։ Դեռևս պատրաստ չի հարթակը։ Խնդիրը սենց մի փոքր բան անեմ, պետք չի այդ մեյլ սերվեր ասացին, սովորացնել այդ ինչքան լեզուներ կա բոլոր։ Ոնց էր հավաքված այդ բոլոր տառատեսակները մի կոդի տակ, որը կոչվում է UTF-8, եթե ձեր մեյլ սերվերը դրա աջակցությունը միացրած է, նա կընդունի
ցանկացած արդեն ոչ լատինատար տառերը եւ կտա պատասխանել։ Եթե աջակցությունը չկա, հիմա խնդիրը որ բոլոր մեյլ սերվերները այդ աջակցությունը միացվի։ Դա ժամանակ է, դա ինչ որ գործընթաց է, որը ինչ որ ժամանակ հետո կլուծվի։ Բայց բոլոր սերվերների հետ կապված կլուծվի, թե այո, դե կարևոր իրականում սերվերների։ sense ասեմ, այդ մեյլ սերվերները ստանդարտ ծրագրեր են, որոնք այդ ծրագրավորողները երբ որ լուծում են այդ խնդիրը, դնում են նոր տարբերակը կայքում, եւ այդ մեյլ սերվերի ադմինիստրատորը ժամանակ առ ժամանակ update անում։ Update-ներ անում, այո։ Երբ update անի, ավտոմատ դա կլուծի։ Առհասարակ համացանցը, բայց ո՞նց է լեզուների առումով ինքը առաջնահերթություն տալիս, օրինակ, չգիտեմ, անգլերենը միջազգային ճանաչված լեզու է։ Ֆրանսերենն էլ ինչ-որ չափով։ Մի քիչ ավելի քիչ, բայց ինքը նայում է, вообще ոնց է ծրագիրները կազմում, միջազգային ճանաչված մի քանի լեզուներին կարևորություն են տալի, մնացածը արդեն պետությունների կողմից, եթե Իմ իմանալով, եթե ես սխալվում Արամկուղի, օգտագործողներից է գալիս, այսինքն որ լեզուն ավելի շատ է օգտագործվում, այո, դրան համապատասխան նաև գեներացվում է այդ ձեր ասած ֆակտորը։ Ճիշտ եմ ասում։ Բայց ես կուզեի մի փոքր մենք միջոցառման կառուցվածքից խոսենք։ Մենք ասեցի, որ հրավիրված են բազմաթիվ երկրներ, 3 մասից է կազմված միջոցառում։ Առաջին մասում խոսելու ենք համընդհանուր ռազմավարությունից, կապված համընդհանուր ընդունման ռազմավարությունից, երկրորդ մասում խոսելու ենք տեղայնացված, այսինքն ինչ ունենք այստեղ արված եւ ինչ փուլեր ենք անցել եւ ինչ ունենք անելու։ Երրորդ հատվածում էլ լավագույն փորձն են ներկայացնելու մեր արտասահմանյան գործընկերները եւ ըստ այդմ տեղական կազմակերպություններն էլ երևի թե կունենան տեսնելու թե ինչ կարված եւ ինչու՞ չէ նաեւ մենք, հա, որտեղ մենք ինքներս էլ բազմաթիվ կազմակերպությունների հետ համագործակցում ենք, իրենց հետ փորձի փոխանակում ենք անում եւ մեր բացերը փորձում ենք այդպես ոնց որ լրացնել։ Ես որ դուք խոսում եք, ասացիք, ինչքան կիրառությունը շատ լինի, այնքան, այսինքն դա համացանցում, հա, կմեծանա, դեմո մեր լեզուն բոլորս էլ հասկանում ենք, որ ուզի չի կարող այդ մասշտաբի կիրառելի լինել, որովհետև մի քիչ ենք, հա։ քիչ ենք ու շատ առանձնահատուկ։ Ես կասեի, այդտեղ ուրիշ պահ կա։ Ուզում եմ ասել պետական մակարդակով, եթե լինեն այս տեսակ այդ կոնտակտային, հա, որովհետև ավելի շատ են ստանում բնականաբար պաշտոնական հաղորդագրությունների եւ այլն։ Ինքը կկարողանա մեծացնել, եթե կիրառելիությունը մեծացնել մասշտաբները։ Իհարկե, այսինքն այն տեղեկատվությունը, որը հայերեն լեզվով կգնա եւ կգա, հա, կստանան, կուղարկեն եւ կստանան։ Դա ավտոմատ կերպով կավելացնի ակտիվացումը։ Ոնց կկարողանան ստանալ հայերեն տարբերակով հետ։ Եթե օրինակ խոսում են կամ հարաբերվում են ներքին շրջանառության մասն եմ ես խոսում, Հիմա ես քեզ եմ գրում հայերեն, դու ինձ ես գրում հայերեն, դրա մասն է խոսքը։ Էլեկտրոնային պարզ է, ես պաշտոնական մակարդակով եմ պաշտոնական չէ, երկրների միջև չի կարա լինի հայ լեզու։ Ես եթե կարելի է երկու բառը լավ ասեմ, օրինակ եթե նայեք ռուսական հեռուստաընկերությունները, այնտեղ շատ ժամանակ այդ սոցիալական իրենց ծրագրերը դոմենը երբ որ գրում է ռուսատար։ Չգիտեմ, Abysnim է, ref, չգիտեմ, ես ինչ է, ref։ Դուք որպես հեռուստաընկերություն դուք եք շատ գովազդում։ Տեսել եք մի ինչ որտեղ որ հայատար դոմեն գովազդում չեք տեսել։ Ոչ, չենք տեսել։ Խնդիրը դա է, այսինքն եթե մենք իհարկե պետական աջակցությամբ ցանկացած գործ մի քիչ արագ է գնում, մի քիչ հեշտ է գնում, բնականաբար։ բայց մենք էլ պետք է մեր հայատար ոչ մեկ չի ասում ունեցեք միայն հայատար, ունեցեք եւ լատինատար եւ հայատար։ Օրինակ մեր կայքը, եթե դուք մտնում եք այնտեղ դրոշակներ կա տարբեր լեզուների, եթե սխում եք անգլերենը, գնում եք անգլերեն դոմենի վրա։ Եթե սխում եք հայկական, գալիս է ինտերնետ հանրություն.հայ եւ հայատար կոնտեքստով հայատար դոմենի վրա։ Դա ծախս չի, եթե դուք ունեք կայք։ Ընդհանրապես ծախս չի։ Դա շատ անելը հեշտ է տեխնիկապես։ Ցանկության հարց է։ Միայն ցանկության հարցը, միայն, ասինքն վերջով ես մի հատ օրինակ ունեմ, կադաստր բառը, որը հայերեն չի, միջազգային է, բայց ոչ բոլորը գիտեն անգլերեն ոնց գրեն կադաստր։ K-ով գրեն, C-ով գրեն, վերջում որ պետք է ասես I գրի, այդ I-ն այն որ Y-ի նման է, ռուսերեն ոչ թե կետիկով է, բացատրել է թե ոնց գրել, բայց որ հայերեն ասի գրի կադաստր, մարդկանց մեծամասնությունը հեշտ կգրի։
Ես մի բանի մասին եմ ուզում խոսել, օգտագործելու համացանցը հայերեն լեզվով, ինչ նաև խոչընդոտներ կան, այսինքն տեղեկատվությունը, որ փնտրում են համացանցում, մեծամասամբ լատինատառը եւ անգլերեն է, հա, լեզուն գիտենք, որպես որ հայերենով ավելի քիչ է։ Մեր գործառույթներից նաև մեկը այն է, որ հարստացնենք այդ համացանցում տեղեկատվությունը, կոնտենտը եւ դրա հետ կապված բազմաթիվ միջոցառումներ են անում տարեկան կտրվածքով, այս, ասենք, մոտ մի 10 քանի տարի, որտեղ գործարկվել է Կեթայը 14 թվականից, արդեն 11 տարի է։ Աշխատում ենք հայկական Վիկիմեդիայի հետ, տարբեր կազմակերպությունների հետ, ովքեր որ գեներացնում են այդ կոնտենտը եւ համացանցում փնտրելիս դուք արդեն կարող եք այդ կոնտենտը նաեւ ձեր համար հասանելի դարձնել։ Եվ դա էլ է բարձրացնում հայերեն լեզվով համացանցը օգտագործելու մակարդակը։ Վերջը դա շատ կարևոր է, ցանկացած բան, երբ որ դու հիմա փորձում ես փնտրել եւ ինֆորմացիա ստանալ, այո։ Ինչ որ առումով էլ ռազմավարություն է, շատ քիչ ինֆորմացիա կա։ Ինչ որ առումով չէ, լավ էլ ռազմավարություն է, եթե շատ կարևոր է։ Լավ գործ եք անում, շնորհակալ ենք մենք ձեզ։ Մենք շատ շնորհակալ։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Եվ միշտ հաճելի է ձեզ մոտ հյուր գալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հուսով եմ մեր հայրենակիցներն էլ իրար հետ կհաղորդակցվեն հայատար, որովհետև դա առաջինը դա գեղեցիկ է։ Այդ նորաձև բառն էլ արդեն դուրս եկավ, արդեն մի տեսակ դուրս չի գալիս այդ նորաձև բառը։ Հա, տրենդային է։ Եվ շատ ամոթ է, չէ՞, որ հիմա պիտի ասես հայերեն գրել է նորաձև է։ Այո, մի տեսակ որ ասես հայերեն գրել է նորաձև է, կմտածեն որ դու իրանցից ես։ Ես հետ եմ ասում, որ ասում են կարդալը նորաձև է, կրթությունը նորաձև է, այնպեսի տպավորություն է։ Առաջ չէին անում, հենց նոր ենք հասկացել, որ կրթությունը նորաձև է։ Փաստորեն Թումանյանը չգիտեր որ կրթությունը նորաձև է։ Կամ որ կարելի հայատար գրել։ Եվ իրականում, այո, կան որոշակի ասում է սխալ ձևակերպումներ, որոնք կարող են լինել ճակատագրական, այնպես որ ինչ ասեմ, էդ էլ պետք է զգուշ լինել, ասում է կիրթ խոսելը նորաձև է։ Վատ բան է դառնում արդեն։ Մենք շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք, այո, բայց դուք ասացիք 14 տարի, արդեն 11 տարի։ 11 տարի, իրականում այդ լուրջ ցուցանիշ է։ Այո, հիմա դե գուցե առիթ ունենք մենք բարբերաբար առաջին անգամ չէ, որ այս թեմայի շրջանակներում քննարկումներ ենք ունենում, բայց հիմա ասես նայում ես ու մի բան որ sense հասկանում ես 11 տարի մարդիկ փորձել են հետևողական լինել անել, հա, մի բան, որը այո, ստրատեգիական կարևոր նշանակություն ունի, այդ էլի գալիս ենք նրան, լավ ասաց մեր հյուրը, երբ պետական մակարդակով, այնքան էլ համեստ է ասում ախր, որ չպետք է տենց լիներ էլի, ասում որ պետական մակարդակով լիներ աջակցություն էլ ավելի արագ քայլերով առաջ կգնայինք, բայց ավաղ բոլոր այս հարթակներում մենք առաջ ենք գնում բացառապես նվիրյալների, անհատների հաշվին, առողջության ու շնորհիվ։ Հասկանում եք, այսինքն այդ կարևոր բաները, որոնք ուրիշ երկրների համար պետական աջակցություն ունեն, մեզ համար անհատի հաշվին է։ Ինչ ասեմ, դիմացեք։ Ուրախ եք, որ կան։ Շնորհակալություն, որ Շնորհակալ ենք։ Նմանապես։ Անցնենք առաջ գովազդ մեր եթերում, որից հետո կշարունակենք, ասում եմ ինչքան էլ մենք խոսանք, մենք ասում եմ մեր ջրաղացի մասին ենք մեկախոսում, որովհետև ուզես թե չուզես, երբ կա գլոբալ մի խնդիր, դա արտահայտվում է յուրաքանչյուր ոլորտում։ Գովազդ։